Թուրքիայի շարունակական սպառնալիքների պայմանում արդյոք հնարավոր է այդ երկրի հետ խաղաղություն հաստատել։ Ոչ, իհարկե ոչ։ Ճկունություն է պետք, որը մեր կառավարությունը բացարձակ չունի։ Նրանք ուղղակի, որ ասում եմ, վաղը մյուս օրը եթե Էրդողանը Փաշինյանին ասի, ձեր ժողովուրդը պետք է մարդա 5 հատ փետուր հագնի գլխի մանգա, կասի, որ ժողովուրդ ման եկեք պետք է։ Թե չէ կռիվ կլինի։ Հայ Չունի ճկունություն, այդ սպառնալիքները գիտեք ոնց է, եթե դու չես թույլ տալի, որ քեզ սպառնեն, դու երկիր ես։ Իսրայելին ոչ մի չի կարող սպառնել։ Ընդհանրապես ոչ մի կապ պետքա չունենանք։ Իմացաք, ինչու Թուրքիայի հետ ինչ կապ կարանք ունենանք։ Ոչ մի կապ չեն կարող ունենանք։ Այդքան հայերի գլուխը կերել են, հիմա պետք է դրանց հետ կապ ունենանք։ Այդ իսկ սաղ պետք է իմանան, են դպրոցական մանկապարտեզի երեխաներ պետք է իմանան, որ թուրքը թուրք է։ Երկու հոգի վիճում են իրար հետ։ Այն մեկը որ ուզում է հայոյի, կուլտուրական է հայոյում, ասում է այ թուրք։ Այդ արդեն հայոյանք է, դրա հետ ինչ գործ ունենք։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը վաղուց հասել է այն մակարդակին, որ ոչ թե պիտի նայե իրենով է սպառնում, այլ պիտի վարի իր քաղաքականությունը, իր շահերից ելնելով։ Իսկ դա նշանակում է նաև ցանկացած որևէ այլ երկրի սպառնալիքի չեզոքացում։ Ես կարծում եմ, որ այսօր Թուրքիան Հայաստանի Հանրապետության համար որևէ սպառնալիք չի ներկայացնում, ոչ թե նրա համար, որ սիրում է Հայաստանին, պարզապես դա իր շահերից չի բխում։ Նստեն առանցին, զրուցեն, խոսեն, գան համաձայնության։ Այդքան է ես կարամ ասեմ։ Վերջ-վերջո կգա այդ երջանիկ օրը, որ կհամաձայնվեն, կգան համաձայնության։ Ես մեծ հույսեր եմ կապում, չգիտեմ։ Դե իհարկե ոչ, Թուրքիայի հետ միշտ եղել է դարերով խնդրեմը ու շարունակվում է։ Դրան պիտի վերջ տրվի, դա էլ պետության լավն է։ Պիտի խաղաղություն լինի։ Եթե խաղաղություն չլինի, մենք 50 տարի մեկ ցեղասպանությունը կա։ Սենց թե նենց կոտորում է մեզ, ռուսն է անում, թող պահեր։ Ներկա իշխանության մասին ինչ կասեք։ Իշխանությունը գիտեք ոնց, ով է լինի իր տեղ այդպես կլներ։ Մենք այն հզոր պետություններից չենք, մեզ ասում են մենք անում ենք։ Մենք կարող ենք։ Ուզում ես ով ուզում ալնի ես, դու, նա, մեկը մեզ իշխում է ուրիշ խոշոր պետությունը։ Մենք փոքր ենք, մեզ սարքին այսքան։ Չենք կարա, մենք մեզանով հզոր չենք, մենք իրար ենք ուտում, ազի ջան։ Ձեր կարծիքով պետք չէ ավելի հզոր։ Մենք ուզում ենք թող եթե հզոր մարդ կա, խնդրեմ։ Ես ոչ նրան։ Այսօր Հայաստանը բոլորն էլ ծախել էր։ Ծախելով եկել էր։ Իմի ես էլ կարող նստեմ, ես էլ ուտեմ։ Պրակտիսկի չէ։ Այդ Նիկոլին հարցարեք։ Բայց ձեր կարծիքը հիմա հասարակության կարծիքը։ Շատ դժվար է։ Մարդիկ շատ դժվար են ապրում։ Շատ ծանր է։ Մինչև ռուսերեն ասեմ, власть не изменится, толку не будет. Власть պետք է փոխվի։ Երևի թե հնարավոր է։ Մի փոքր կմանրամասնեք, ոնց եք պատկերացնում։ Ես մի քիչ լավատես եմ, տենց եմ մտածում։ Ոչ։ Ուղղակի մենք պետք է ունենանք ուժեղ, հզոր ղեկավար, չհանձնվող, էլ է ավելի ճիշտ։ Դե որ ունենք փափուկ ղեկավար կամ վախկոտ կարելի ասել, բնականաբար այդպես էլ պիտի լինի եւ շարունակելի է։ Ըստ տեսակետի ես դեմ չեմ, որ խաղաղություն լինի, բոլորի սրտի ուզածն է խաղաղությունը, բայց մի քիչ նենք թշնամու հետ խաղաղությունը կասկածելի է, սիրունջա։ Ինչ ասեմ, հիմա մեր երկիրը այնքան վատ վիճակում է գտնվում։ Խաղաղ կարող ասում, եթե հավատանք, էլի, բայց հավատներս այնքան է որ չենք պատկերացնում, թե ոնց կլինի հետագան։ Լավ կլինի, որ խաղաղություն լինի, բոլորն էլ հանգիստ կյանքով ապրեն։ Թե չէ շատ անհանգիստ վիճակ է հիմա մեր մոտերում։ Մասնատվել են, շատ են մասնատվել։ Մեր ժողովուրդը 1000 տեսակի կուսակցությունների է բաժանվել։ Եթե լինենք մի բռունց կազմենք, երևի ինչ որ մի արդյունքի կհասնենք։ Շատ դժվար հարց եք տալիս, բայց ասեմ, չէ։
Ոչ։ Հնարավոր չէ։ Չի եղել ու չի լինելու։ Դարերով պատմություն ինչ է բացում։ Մեզ հերիք չէ, որ դրա պատասխանն ունենանք։